Ահա մենք ունենք արդեն մեր ամիգուրումի օղակը և առաջին անթել սյունը։ Հիմա պետք է նորից գործելու դիրք ընդունենք, վերցնենք հելունը և անցկացնենք օղակի միջով։ Որպեսզի ձգել թելը, պարզապես քաշեք այն աշխատող թելից, որը որ դուրս է գալիս ձեր կծիկից։ Հաջորդ քայլը համոզվեք, որ օղակը հարմար չափի է, որպեսզի հելունը հեշտ անցնի միջով։ Հիշեք, պահեք ամիգուրումի օղակն ու թելի ծայրը բթով և միջնամատով։ Անցկացրեք հելունը նույն տեղով, ինչպես արել էիք նախորդ անգամ, և տարեք այն ձախ։ Հելունի վրա կրկին պետք է հայտնվի 3 թել։ Կատարեք թելի փաթաթում, թելն անցկացրեք օղակի և թելի ծայրի տակով և արդյունքում կունենաք 2 օղակ։ Կատարեք ևս մեկ թելի փաթաթում և անցկացրեք թելը 2 օղակի միջով։ Շնորհավորում եմ, սա ձեր երկրորդ անթել սյունն է։ Հիմա դադարեցնենք մի պահ և ամրակ տեղադրենք երկրորդ սյունի տակ։ Սովորաբար ամրակ դնում ենք միայն շարքի առաջին սյունի տակ, բայց այժմ դնում ենք առաջին 3-ի տակ, հաջորդ շարքում հեշտությամբ դրանք գտնելու համար։ Շարունակեք նույն եղանակով, ավելացնելով նոր սյուն անմիջապես երկրորդ սյան կողքից։ Գործում ենք նույն սկզբունքով, օղակի ներսից, այնուհետև քաշում ենք թելը, գործում ենք 2 հատը միասին և ահա պատրաստ է մեր երրորդ անթել սյունը։ Երրորդ անթել սյան տակ նույնպես ավելացնենք ամրակ։ Այժմ ունենք 3 սյուն, 3 ամրակով և այնուհետև պետք է գործենք ևս 3-ը, որպեսզի մեր ամիգուրումի օղակի մեջ լինի 6 անթել սյուն։ Շարունակում ենք գործել ևս 3-ը, նույն կերպ ինչ նախորդը։ Գործում ենք օղակի միջից դեպի ձախ։ Եվ գործում ենք մեր վերջին 6-րդ սյունը, ձգելով ներքևի հատվածից, որպեսզի կարողանանք հատերը համաչափ գործել։ Հիմա եկեք հաշվենք հանգույցները, հիշեք, որ այն օղակը, որից հելունը դուրս է եկել, չենք հաշվում։ Հելունը հանում ենք, այնուհետև ձգում ենք մեր վերջին հատը, որպեսզի մեր գործը չքանդվի։ Հիշենք, որ այդ օղակը չենք հաշվում որպես հատ։ Հաշվում ենք վեհաձև սյուները։ Այ այսպես, օղակը չենք հաշվում։ 1 վե, 2 վե, 3, 4, 5, 6։ Մենք ունենք ճիշտ 6 սյուն, այսինքն սյուների քանակն այնքան է, ինչքան որ պետք է լինի։ Սյուները հաշվելու պատճառը այն է, որ մենք համոզվենք, որպեսզի ճիշտ քանակ ստանանք և որևէ սխալ թույլ չտանք գործելու ընթացքում, քանի որ հետագա շարքերը անմիջապես կախված են նախորդ շարքի սյուների քանակից։
Որպիսի սավերացվի շրջանաձև գործվածքի, աջ ձեռքով բռնեք հանգույցներից մի քանիսը, իսկ ձախով թելի ծայրը։ Քաշեք հակառակ ուղղություններով և կտեսնեք կախարդություն։ Եվ օղակը ստացվեց։ Այսպես քաշում ենք ծայրից և սյուներից։ Եթե օղակը դեռ թույլ է, կարող եք մի փոքր ուժեղ քաշել, կենտրոնը փակելու համար։ Շնորհավորում եմ, դուք պատրաստեցիք ամիգուրումի օղակը 6 անթել սյունով։ Առաջին անգամից չստացվի, մի հիասթափվեք, շատերի մոտ էլ է այդպես ստացվում։ Փորձեք կրկին, շարունակեք փորձել, միանշանակ կհաջողվի։